Քաղաքացիական պայմանագրի գրասենյակում այսօր նախընտրական ցուցակի ձևավորման համար ընթանում են ընտրություններ։ Երևանից եւ մարզերից տարբեր կուսակցականներ գալիս են այստեղ, կատարում իրենց ընտրությունը եւ ըստ ՔՊԱ-կանների հենց ՔՊԱ-կան պատվիրակների քվեարկությամբ էլ կձևավորվի նախընտրական ցուցակը։ Հիմա ընտրվում է փաստացի առաջին 50-ը եւ երկրորդ 50-ը եւ մնացածն էլ է կազմվում իհարկե, բայց առաջին 50-ը ընտրված, որը որ կընտրվի այս քվեարկությամբ, իհարկե հետո օրենքով սահմանված կարգով քվոտայի միջամտություն կարվի, բայց այդ կազմավորված 50-ը հետագայում մի հատ էլ երկրորդ փուլի քվեարկության կանցնի, որպես այդպես միայն այդ առաջին 50-ը նույն կարգով կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի այդ 50-ի դասավորվածությունը։ Դրանց հետո մյուս 50-ը։ Այս մյուս 50-ը արդեն կազմավորված է, իհարկե քվոտայի միջամտությունը կլինի եւ վարչությունը կունենա որոշակի համաժողովի կողմից սահմանված կարգով կունենա շատ փոքր ինչ-որ միջամտության բան, հնարավորություն, բայց հիմնականը կլինի քվեարկության։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակի ձևավորման համար անցած տարվա վերջին նախ հայտարարվեց մի ժամկետ, որի ընթացքում կարող էին առաջադրումներ լինել, որից հետո արդեն վարչությունը ֆիլտրեց այդ առաջադրումների արդյունքում ստացված ցուցակը եւ հիմա արդեն հերթը հասել է համաժողովի գործընթացով պատվիրակների քվեարկությամբ արդեն այս process-ին։ Ես նշեմ, որ առաջադրումների փուլում բազմաթիվ ԿՊԱ-կաններ, որոնք հայտնի են եւ նաեւ կուսակցության առանցքային դեմքերն են եղել, չառաջադրվեցին, օրինակ այժմ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, նաև այլ ԿՊԱ-կաններ այժմ նախընտրական ցուցակում տեղ գտնելու համար չեն առաջադրվել, իսկ այսօրվա process-ի հետ կապված կան քննարկումներ եւ քննադատություններ, որ ըստ էության սա ժողովրդավարության իմիտացիա է եւ սա պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ ինչ որ փուլերում падգամավորներ են մանդատից հրաժարվել հենց վարչապետի հորդորով։ Այստեղ քաղաքացիական պայմանագրի անդամներից Արսեն Թորոսյանին այս հիշեցումը եւ այն որակումը, որ կարող է այս ամբողջ process-ը ձևական է արվում, վրթովվեցրեց։ Եթե ձևական լիներ, սա նաեւ չէր լինի ընդհանրապես եւ մենք կուսակցության համաժողովին պարզապես մեր կողմից որոշված, վարչության կողմից որոշված 30 առաջի համարների հարցը կդնեին քվեարկության, վստահաբար բոլորը կողմ կքվեարկեին, ինչպես շատ կուսակցություններում, եւ այդպես կգնայինք առաջ, օրենքի պահանջները կատարած կլինեինք։ Բայց մենք դա այդպես չենք արել, ավելին մենք անում ենք երկփուլ քվեարկություն, ըստ էության հիմա մենք ունենք կարելի ասել նախավորակավորման փուլ եւ ձևավորվել է կուսակցության մի քանի ցուցակի մի քանի հատված, առաջի հատված, երկրորդ հատված եւ 100-ից ավել է, այսինքն առաջի 50-ը, երկրորդ 50-ը եւ 100-ից ավել հատվածը։ 274 հոգուց բաղկացած ցուցակում գերակշիռ մասը հենց կուսակցականներն են, շատ քիչ մասն են կազմում անկուսակցականները եւ ըստ էության այս ամբողջ process-ի ընթացքում հենց այս թիվն էլ ի վերջո ֆիքսվելու է 274-ը, բայց թե հորիզոնականներով ինչպես կլինեն արդեն դասավորությունները, դա կերևա ցուցակի ձևավորումից հետո դեռ առաջիկա փուլերն են սպասվում, հետո արդեն պարզ կդառնան կոնկրետ թե որ տեխնացուները որ հորիզոնականը կզբաղեցնեն, իսկ կա արդյոք ինտրիգ այս ամբողջ process-ում, օրինակ թե ով կգլխավորի ցուցակը։ Այս հարցում ըստ էության ԿՊԱ-կանները ասում են ինտրիգ չի լինելու եւ ամենայն հավանականությամբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ կուսակցության վարչության նախագահը կգլխավորի ցուցակը։ Պարզ չի, որ ցուցակի առաջատար համարներում պետք է հայտնվեն առանցքային դեմքեր, դա նորմալ է, բայց այլ հարց, որ ոչ ոք չգիտի, որ դեմքը որերորդ տեղում կլինի, հաջորդը միշտ կա հնարավորություն, որ ինչ որ մեկը, որ նոր է դարձել կուսակցական կամ ակտիվ չի եղել, ինքը իր գործողություններով, իր գործունեությամբ գնա առաջ եւ առաջ։ Մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ սկզբից, չգիտեմ, անուններ չտան, որ քարոզչություն չդիտարկվի, հա, մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ մարդիկ սկզբից նույնիսկ падգամավոր չեն եղել, ցուցակում ասենք, չգիտեմ, 120-րդն են եղել, հետո դարձել են падգամավոր, հետո դարձել են վարչության անդամ, ու այսպես շարունակ, այսինքն մեզ մոտ այս առումով շատ մրցակցային իրավիճակ է եւ կարեւորն այն է, որ բոլորը հնարավորություն ունեն առաջ գնալու եւ դա կարեւորագույն բան է, որ կուսակցությունը թարմանա եւ չդառնա պոլիտ բյուրո, ինչպիսիք հանդիսանում են մեր կուսակցությունների մեծ մասը։ Բայց երևի դուք վերջին հարցը տակ այս թեմայով։ Դուք ասում եք, որ պարզ չի ով կլինի, այսինքն Դե հիմա ես չգիտեմ ես որտեղում եմ լինել։ Չէ, առաջին համար ուզում եք ասել, այդտեղ ինտրիգ կա, թե ով կգլխավորի ձեր ցուցակը։
Չկա, որովհետև ակնհայտ է, որ էլի անուն չտա, որ քաղաքացիություն չլինի, բայց ակնհայտ է, որ այդ հանունը, որ բոլորը հասկացան, ամենայն հավանականությամբ առաջի տեղում է լինելու, բայց ընդհանուր առմամբ հիմա ես ունեք չգիտեմ ես որ համարում եմ լինելու 274 հոգին, որոնց թեկնածությունները արդեն հաստատել է վարչությունը, նաև ընտրագրավ են վճարել։ Կուսակցականները $500,000 դրամ, ոչ կուսակցականները 1.5 միլիոն դրամ։ Ես նաև նշեմ, որ կուսակցությունից նշել են այս հավաքված գումարը հենց կուսակցական ծախսերին է տրամադրվելու, իսկ այս ընտրական process-ը, որ կազմակերպել են, դեռ կշարունակվի առաջիկա 2 օրերին եւ հետո արդեն կամփոփվեն արդյունքները։